Արած խոշորացած հավանքի հավաքական անդամներ, այսօր հունիսի 9-ը ժամը 17:05 Արարատի մշակույթի տանը տեղերում Արարատ խոշորացած հավանքի հավաքալու արտահայտքի 6-րդ նիստը, որակարգին կծանոթացնի համայնքի ղեկավարի հայտնական Կարեն Մելքոնյանը։ Ձեզ հարգելի գործընկերներ, մինչև որակարգի մասները տեղեկացնում, որ Արարատ խոշորացած հավանքի ղեկավարին հետ գրել խմբակցությունների կայունություն խմբակցությունից Զովինար Անդրեսանյանը հավաքական անդամների ազատությունները դադարեցնելու մասին դիմում է ներկայացնել։ Հաջորդ որակարգի հետ կապված կանդիդատները լսում ենք։ Մենք նախապես ձեզ ներկայացրել ենք որակարգի հարցերը, սակայն մինչ այս պահը, որ պետք է որակարգի հարցերի հետ լինեն նաև հանձնաժողովների կարծիքները, մենք ունենք 11 հարց, որոնց վերաբերյալ հանձնաժողովը կարծիք չի ներկայացրել, այսինքն հանձնաժողովը չի գումարել, կարծիք չի ներկայացրել, հետևաբար ես կընթերցեմ միայն այն հարցերը, որոնց կա առկա է հանձնաժողովի համապատասխան հանձնաժողովի կարծիքը։ Մնացած հարցերը, որի հետ կարծիք չկա, մենք չենք ընթերցի, հետևաբար չենք ներառել որակարգի պահանջը։ Ասենք որակարգի հարցերին։ Առաջին, Արարատ համայնքի հավաքանունի 2025 թվականի հունիսի 5-ի թիվ 6 արտահայտ նիստի որակարգը հաստատելու մասին։ Երկրորդ, Արարատ համայնքի 2025 թվականի բյուջեի առաջին երամսյակի արդյունքների մասին։ Երրորդ, Արարատ համայնքի 2025 թվականի բյուջեի եկամտային և ծախսային մասին նորմատիվի փոփոխություն կատարելու մասին։ Չորրորդից 14-րդ հարցերը քիչ առաջ ասեցի, արդեն կարծիք չունեն հանձնաժողովի։ 15-րդ հարցը հայ ֆուտբոլային ակումբ հասարակական կազմակերպությանը ֆինանսական աջակցություն արտասանելու թույլտվություն տալու մասին։ Հաջորդը Արարատ ֆուտբոլային ակումբ հասարակական կազմակերպությանը ֆինանսական աջակցություն արտասանելու թույլտվություն տալու մասին։ Եվ վերջինը Արարատ համայնքի Արարատ քաղաքի թիվ 1 Մսուր մանկապարտեզ Վարդի 7-րդ եւ Արարատ համայնքի Արարատ Մոսես Դոբեսյանյանի 2 Մսուր մանկապարտեզ Վարդի 8-րդ խմբեր բացելու եւ Արարատ համայնքի հավաքական 24 թվականի նոյեմբերի 12-ի համար 218-ա 25 թվականի փետրվարի 14-ին համար 4-որոշումների փոփոխություն կատարելու մասին հարցնում։ Այսքան է որակարգը, եթե որակարգի հետ կապված հարցեր կան, ձեր խմբակցությունը հատկացված
Այսպեսով այլ Կա առաջարկ ևս այս մեր հանձնաժողովները լրացնելու համար օրակարգում այդ հարցը մտցնում։ Այսինքն եղած օրակարգի հարցերից, որոնք դուրս են մնացել, եւ սա ավելացնենք, որ հետագայում այս դուրս եկած, եթե ստեղ գազուշ չլինի կողմի հետ կապված, հաջորդ նիստին մենք ընդհանրապես այսօրվա դրությամբ ունենք 3-4 հատ, որպեսզի սրանք են ներառել, որտեղ կարևոր հարցեր ունենք բնապահպանական ծրագրեր, կարևոր հարց ունենք զանգակատան ամբուլատորիան պետական միջոցներով մենք հողը չափավորել ենք արդեն, որ պետք է հատկացնենք, որ զանգակատանում նոր ամբուլատորիա պետք է կառուցվի եւ որպեսզի հետագայում մենք այս հարցերին ավելի չանդրադառնանք, ավելացնենք այս հարցը մտցնենք օրակարգ եւ հանձնաժողովների մեջ, եթե դուք ունեք ավելացնելու ուղղի տեղը եւ այնտեղ ավելացնենք, նորից փոխարինենք։ Դե չեք ասի, չեք ավելացնի, այստեղ մենք մեր մի անդամիկ փոխարինենք։ Հարցը ներառենք օրակարգ։ Եթե հարցեր կան օրակարգ հետ կապված, հատերեք, որ ուշացել եք Գազական եւ բնապահպանական հարցերը հանձնաժողովի իրավասության բակիները հանձնաժողովի լիստը չի կայացել, կարծիք չկա, հետևաբար իրավունք չկա ներառելու։ Հա։ Եթե ուրիշ հարցեր չկան, օրակարգի վերաբերյալ, եթե այլևս հարցեր չկան, դնում ենք քվեարկության կողմ օրակարգը հասնելու վերաբերյալ խնդրեմ քվեարկել։ Ովքեր եք կողմ։ Դեմ, ձեռնպա, խնդրեմ։ Հաջորդ հարցը Արարատ համայնքի 25 թվականի բյուջեի առաջին հեռարձակի կատարման արդյունքների մասին կներկայացնի ֆինանսատնտեսական բաժանմունքի տնօրեն
Դրանի դիմաց կատարվել է ծախսերի մասով 472.948.000 դրամ, որը տոկոսային հասարակությամբ կազմում է 53.6%։ Խնդրում ենք Արարատ համայնքի 2020 թվականի բյուջեի առաջին երամսյակի հաղորդումը ընդունել ի դիտություն։ Հարցեր կան, բյուջե կատարած։ Եթե չկա, գնում եք վարակության, ովքեր են ով, դեր, ձեռնվա, հաջորդ հարցը։ Հարգելի ավանդանի համաձայն Հայաստանի Հանրապետության նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 33-րդ հոդվածի տեղեկատվության կառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասին 5-րդ կետի և Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասից ձեր քննարկման ներկայացում Արարատ համայնքի ավական կողմից 2024 թվականի դեկտեմբերի 20-ին ընդունված Արարատ համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին թիվ 258-ին որոշման մեջ փոփոխություններ կատարելու նախագիծը, որը վերաբերում է Արարատ համայնքի 2020 թվականի բյուջեի եկամուտային և ծախսերի մասերում փոփոխություններ կատարելու։ Նախագծով առաջարկվում է Արարատ համայնքի 2020 թվականի բյուջեի եկամուտային մաս ավելացնել 325.522.800 դրամով, որի համար հիմք է հնչում թվով 16 հետևյալ պայմանագրերը։ Թվով Արարատի մարզպետի աշխատակազմը Արարատի համայնքի կապիտալ սուբվենցիաներ համակարգային հոդվածով թվով 8 պայմանագրերի համաձայն հատկացնում է 311.596.600 դրամ սուբվենցիոն ծրագրերով Արարատ համայնքում իրականացվող և իրականացված աշխատանքների ֆինանսավորման նպատակով։ Արարատի մարզպետի աշխատակազմը Արարատ համայնքին նպատակային սուբվենցիաներ համակարգային նպատակային հատկացումներ համայնքի բյուջեի ընդգրկման ենթակա այլ եկամուտներ, պատվիրակված լիազորություններ իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացող միջոցների հոդվածներով թվով 6 պայմանագրերի համաձայն հատկացնում է 15.486.200 դրամ։ Նվիրաբերություն իրավաբանական
կողմած հավելացնում 40 միլիոն դրամ։ Ինչպես նաև 5 տնօրենով Արարատի կոմունալ ծառայություն որպես տնօրենի զեկուցարկները ուղղված Արարատի համայնքին առաջարկում է Արարատ համայնքի կոմունալ ծառայություն բյուջետային հիմնարկի 2025 թվականի բյուջեում կատարել փոփոխություն 42-39 ընդհանուր բնույթի այլ ծառայություններ հոդվածից պակասեցնել 1.3 այն ավելացնելով 42-15 որը 42-15 հոդվածի տրանսպորտային միջոցների ապացառայության դիմաց վճարում են կատարելու նպատակով։ Բանիկը 2025 թվականի հունվարից ապացառայությունները բացասրել են իրենց վճարների ծառայության դիմաց։ Տրվում եմ, եթե հարցեր կան, եթե չէ, Ես պարտաբանում եմ հագելի ավականում մեր անդամներ, խոսքը վերաբերում է սուբեցիա ծրագրերը։ Հիմնականում դրանք են այն ծրագրերը, որոնք արդեն պետությունը գումարները տրամադրում է։ Որոշ օբյեկտներ անցատարվա որ մենք միջև տարօրինակ պետք է հանձնենք շահագործման մեր շինարարական կազմակերպությունների մեղքով ժամանակի չկարած անվերջացնային, դա մեր համայնքի 10 տնտավայրերի լուսավորություններ, դա Արարատ գյուղի սպորտ դպրոցի կառուցման հետ կապված էր, դա Արարատ քաղաքի զոդի բանավանի ասֆալտապատման հետ էր կապված, կար ծրագիր, որ մենք, ասենք, երկրորդ փուլով էր գնում, դա Արարատ գյուղի գոյակցելն էր, որ երկրորդ փուլն էր, և դա նաև Արարատ քաղաքի զոդի բանավանի թաղամասերը և Արարատ գյուղի գոյակցերի, կորեկտերի, մաքրման կայանի ծրագրերնա գումարի հատկացումներն է և կան այնտեղ փոքր գումարներ նախատեսված անցատարվանից անավարտ մնացած տանիքներից որոշ փոքր գումարներ գազի աշխատանքները որ վերջացրել ենք այդ գումարներից ես նաև ասեմ գումարներ մնացել նաև Արմաշ և Արարատ քաղաքի էջեկաթաղամասերի սուբվենցիոն ծրագրերի շինարարական աշխատանքներից այն անավարտ մնացել աշխատանքները այս տարվա մնացել գումարը հատկացնենք շինարարները վերջացնել ծրագրերը։ Ու կարճ ասած, այս գումարը որ մենք պետք է հիմնականում հատկացնենք, պետության կողմից հատկացնում են մեզ և մենք հատկացնում ենք մեր շինարարական կազմակերպությունը այս բոլոր ուղղություններով համայնքի իր պարտականությունները դեռ անցատար է կատարել է և այս գումարները ընդհանրապես պետական միջոցներով ամենագիրը կրկնում մարզպետարանից, ինչպես գիտեք, և այս գումարները մենք պետք է հատկացնենք մեր շինարարական կազմակերպությունները։ Դե կասարավարաբերը հարցեր կնդրեմ։ Եթե չկան, դնում եք վարության ովքեր են կողմ, դեմ, ձեռնպա, հաջորդ հարցը, շնորհակալություն։ Հաջորդ հարցը այդ ֆուտբոլային ակումբի հասարակական կազմակերպությանը ֆինանսական հարաբերություն պայմանավորելու մասին է, այսինքն հաջորդ երեք հարցերը կներկայացնի Արտուր Իսաջանյանը։ Բարև ձեզ, հավաքական հարգելի ձեզ եմ ներկայացնում այլ ֆուտբոլային ակումբ հասարակական կազմակերպության ֆինանսական աջակցություն արտասթիկություն տալու մասին որոշող նախագիծ։ Այլ ֆուտբոլային ակումբ հասարակական կազմակերպության նախագահը իմել է Արարատ քաղաքի ղեկավարին, փորձելով տրամադրել 1.5 միլիոն դրամ ֆինանսական աջակցություն խորհրդի մեքենա ձեռքբերելու համար։ Այն անհրաժեշտ է ակումբի մարզադաշտի խոտածածկի խնամքի համար, ինչ է հնարավորություն կտապահովել մարզման ու խաղերի համար ավելանոթանք ու հարմարավետ պայմաններ։ Եվ իհարկե բարելավի խանութաշտի որակը հնարավորություն ձեռնելով ապահովել բարձրորակ մարզումային միջավայր և նպաստել մարզիկների
գնալով մեծանում է, որտեղ շատերը մեծապես հետաքրքրված են ֆուտբոլով, այստեղ է նաև հասարակական կազմակերպության տնօրենը, պարոն Ալիշերովը, եթե հարցերն են կարող եք ուղղել պարոն Ալիշերովին, ղեկավարելով տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 11-րդ կետերի, 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Արարատ համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծման ուղղված սեփական լիազորությունները, դրանց իրականացման և սոցիալական աջակցության վերաբերյալ չափորոշիչները սահմանելու կարգի 4-րդ մասի պահանջը, ինչպես նաև հաշվի առնելով այդ ֆուտբոլային ակումբ հասարակական կազմակերպության նախագահ Լեոնիդ Ալիշերովի դիմումը, համայնքը ավարտանի որոշում է թույլատրել համայնքի ղեկավարին այլ ֆուտբոլային ակումբ հասարակական կազմակերպության հատկացնել ֆինանսական աջակցություն 1,5 միլիոն դրամ մարզադաշտի համար ֆոտոթիչ մեքենա ձեռք բերելու սույն որոշումը ուժը չեն դնում ստորագրման պահից։ Հարցեր ես պարզաբանում տամ մեկ, եթե հիշում եք 2 միլիոն դրամ տրամադրել, չէ՞ կարծեմ։ Ինչքան։ 2 միլիոն, չէ՞, նաև նախկինում տրամադրել են այդ ակումբին, մենք ունենք նաև ֆուտբոլի ֆեդերացիայի պայմանավորություն, որ մեր կազմակերպությունները, ովքեր շահագործում են, Արարատ գյուղին տրամադրել են 3 միլիոն նախկինում, այդ գումարը փոխանցել ենք, պարգևել ենք, նաև ահագին ենք տրամադրում և ինչպես գիտեք նաև ծրացավ մեր աշխարհի ֆուտբոլի մեր կազմակերպությունը, նորից հեսա կներկայացնենք ֆեդերացիայի պահանջություն, մեր պարգևը ևս կազմակերպությունները, որ բացվել են տրամադրենք, մենք ունենք նաև հաջորդիվ երազքներ ունենք լավ ֆուտբոլի դաշտ, նախարարին խնդրել ենք, որ այդ հարցը մեզ օգնեն, որպեսզի կարողանանք այդ ռեգիոնում նաև նորից ֆուտբոլի մասնագիտական կազմակերպություն ստեղծվի և եթե մեր կազմակերպությունները ցանկանան միանան, մենք պատրաստ ենք ելի աջակցել իրանց, արդեն ունենք մինի ֆուտբոլի դաշտ նաև Զանգակատնում և Մարզերում դպրոցի դիպացի փոքր պատվաստն է, մեր ոչ դպրոցին է, բայց այս պահին ծառայում է նաև մեծ օղան, որպես խաղային մարզադաշտ։ Այսա, մենք ունենք պայմանություն, այդ պայմանությունները պահում ենք, այգին բացի այս գումարներ տալուց, մեկ էլ փոքր դաշտը, նաև խնդրել ենք Ալիշերովին մեզ նաև ասել փոքր դաշտը, որ մենք այդտեղ ջրագիծ կար, որը անդրադառնում էր, դե չէի կարող օգտագործեին, այդ ջրագիծն մենք գյուղային ներընկերներին խնդրեցինք, տեղափոխեցինք, և դրա արդյունքում դուք հնարավորություն ունեք այդ դաշտը որպես մարզադաշտ, մարզումային դաշտ նորից կառուցեք, շահագործեք, որպես այդ դաշտը Արարատ քաղաքի և մեր համայնքի համար ծառայի որպես ֆուտբոլի մրցումների և նաև մրցումների և մենք հետագայում, եթե ունենանք ավելի առաջադեմ արդյունքներ, նաև մենք ունենանք քաղաքում ավելի թիմ, դեպի բարձրանում լիգա գնալու համար։ Ուրեմն պարոն Ավետիսյան, ինչը վերաբերում է փոքր դաշտին ու մեծ դաշտին, օրեր առաջ ես Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պետքարտուղար պարոն Ազարյանի մոտ իր այդ համաձայնության ենք եկել, այս ամսի 15-ից 16-ը ինքը գալու է մեզ հյուր, մեր պլանների մեջ մտնում է մեծ դաշտը արհեստական խոտածածկ դնենք, իսկ հետևի դաշտերը նույնպես էլի արհեստական մի հատ 40-20, մի հատ 60-40։ Հիմա ուզում ենք մենք ու ֆեդերացիան հասկանանք, եթե ոնց կանանք կատարածենք, որտեղ ընդ երկու տարբերական մեծ դաշտինը կամ բնական, կամ արհեստական, բայց մեր կլիման թույլ է տալիս ավելի նպատակահարմար արհեստական լինի, քան բնական, որովհետև չոր է ու շոգ։ Այս էլ հիմա սպասենք, մոտ ապագայում տեսնենք ոնց կլինի, բայց այս պահի դրությամբ ունենք բնականը, որը որ խնամքի կարիք ունի, ճիշտ է,
մեզի պետք է այդ խոտ մեքենա, որ կարողանանք խոտը քաղենք։ Որ երեխեք կարողանան նորմալ մահացում են, թե չէ մի անհնար է դարձել։ Շատ է։ Արդ քաղաքի իր մարզադաշտում։ Արարատի ցեմենտի դաշտ։ Համայնքային է։ Չէ, մենակ իրաց խոտը։ Երաշխարը հով աղալներ։ Չէ, ոչ իպար չկա անապատա։ Ընտիր ծանգապատ արած, ֆուտբոլի իշտանգեքը դրած, մարզումների բանը կա, հարց տեղա, ընդամենը պտի, ասենք տեղեն, չէ, շատ ինքը որպես կառույց, լավ կառույց է, ուղղակի բարձրացնում։ Ավշարի դաշտը հեսա է հարցում է, նորմալ արտասարքում է։ Մենք դրան կանդրադառնանք հաջորդ հարց հետո, խնդրեմ, այս հարցի հետ եթե կա հարցեր, խնդրեմ, եթե չկա, դնենք քվեարկության, ովքեր ենք ով, դեմ, ձեռնպա, հաջորդ հարցը, Հաջորդ հարցը ձեզ է ներկայացնում Արարատի արած ֆուտբոլային ակումբ հասարակական կազմակերպությանը ֆինանսական աջակցություն հատկացնելու թույլտվություն տալու մասին որոշման նախագիծը։ Արարատի արած ֆուտբոլային ակումբ հասարակական կազմակերպության նախագահը ևս դիմել է Արարատ համայնքի ղեկավարին, խնդրելով տրամադրել 2 միլիոն դրամ ֆինանսական աջակցություն ֆուտբոլի մարզադաշտի ցանկապատման աշխատանքներ պատշաճ կերպով իրականացնելու։ Նշեմ, որ ակումբը իր ուժերով, ինչպես նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ ձեռք է բերել մարզումների համար նախատեսված բույք և բարեկարգեր մարզադաշտը։ Այս պահին ակումբում 100-ից ավելի երեխաներ են մարզվում, որոնք մասնակցում են ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից կազմակերպված մանկապատանեկան ֆուտբոլի առաջնությանը, իսկ արտիցողվելու ուզում եմ նշել և նաև շնորհավորել մեծահասակների Արարատի արած և Արարատի արած երկու թիմերը, որոնք մասնակցում են Հայաստանի սիվական ֆուտբոլի A և B լիգայի առաջնություններում, այս տարի դարձել են մրցաշարի հաղթողներ, չեմպիոններ, որի համար ուզում եմ բոլորի շնորհավորել։ Այստեղ է նաև հասարակական կազմակերպության տնօրենը, պարոն Գալինյանը, ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 17 հատվածի 3-րդ 13-րդ կետերի 18-րդ հատվածի առաջին մասի 42-րդ կետի պահանջներով հիմք ընդունելով Արարատ համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծման ուղղված սեփական լիազորությունները, դրանց իրականացման և սոցիալական աջակցության վերաբերյալ չափորոշիչները սահմանող կարգի 4-րդ մասի պահանջը, ինչպես նաև հաշվի առնելով Արարատի արած ֆուտբոլային ակումբ հասարակական կազմակերպության նախագահի դիմումը, հավաքանին որոշում է թույլատրել համայնքի ղեկավարին Արարատի արած ֆուտբոլային ակումբ հասարակական կազմակերպության հատկացնել ֆինանսական աջակցություն 2 միլիոն դրամ ֆուտբոլի մարզադաշտի ցանկապատման աշխատանքները պատշաճ կերպով իրականացնելու համար։ Որոշում ուժի մեջ է ստորագրման բանից։ Հատվում եմ քննարկի։ Մենք նույնպես միանում ենք շնորհավորանքին, երկար ժամանակ մեր ֆուտբոլային թիմերը գիտեք թիմ կարելի ասել չենք ունեցել, այսօր փառքաստու արդեն Ավշարը մի տարվա մեջ Ավշարի ֆուտբոլային թիմը արդեն կարողացավ լավ խաղ ցուցադրելով հասնել մեծ հաջողության, ցանկանայինք այդ հաջողությունները դեպի կրկնապատկել և վերապատկել։ Խնդրեմ, եթե կան հարցեր Ավշարի մեր ֆուտբոլի մարզադաշտի հետ կապված Էլի վարձակալության տրամադրել եք։ Մենք ունենք պարտադիր
կանաչապատման մասը, մենակ կանաչապատում չի ելել, դրինաժ է ելել, ինքը գործարվել է թողի վրա, որ ինքը վարտարացնի կարանան գործարվել, խաղաղանք է դաշտի վրա, պարապում կանեն, այդտեղ անապահով ընտանիքները անվճար պարապում են, թղթերը մեր մոտ է, ով եթե հետաքրքիր եք ներկայացնենք, քանի անապահով ընտանիք են մեր մոտ պարապում։ Ես Ռուբենն եմ ակումբի նախագահն եմ։ Գործադիր տնօրենի մոտ ատխտերը, եթե պետք լինի կանանք ներկայացնենք։ 15 երեխա անապահով ընտանիքից պարապում է, եթե մոտավորապես ասեմ, պայմաններից մեկը եղել է, որ երկու անվճար թիմ պետք է պահենք, Արադ գյուղի երկու թիմերը, 11 թվականի և 12 թվականի թիմերը մեր մոտ անվճար պարապում են, պայմաններ են կատարվում, իրանք Հայաստանի առաջնությունն են խաղում, բոլոր ծախսերում ակումբն է հոգում, պայմաններից երկրորդը եղել է, որ պետք է ենթակառուցվածքներ սարքեն, մեկ հանդերձարան բոլոր հարմարանքներով արդեն ստեղծվել է, պահեստը արդեն ստեղծվել է ու երկրորդ հանդերձարանի աշխատանքները ընթացքի մեջ է։ Չեք ասում արեգործում, միլիոնների մասին խոսք գնաց, ես դրա համար եմ միանշանակ չէ, որ միլիոնների մասին ովքերը շատ լենա, ձախ կողմում ու հետևի արագության հատվածում լինումատորի գունը սարքեր նախագիծը հենց այդպես կա, նախագծում երկու տրիբունա է տեղավորում, ձախ հատվածում ու արագության հատվածում երկու տրիբունա լինում է տեղավորում, նպատակը Արարատի Արաքսը դիմել է պրոֆեսիոնալ լիգա խաղալու, առաջին լիգա խաղալու համար, գործադիր կոմիտեն հունիսի 25-ին պետք է հաստատում դրա համար, առաջին քայլը պրոֆեսիոնալ լիգա գնալն է, երկրորդ քայլը, որ այդ պրոֆեսիոնալ լիգում մոտակա 2 տարում արդեն բերեք հավաշարի մասադաշտ իրակառուցումներով, սաղ տրիբունաներով ու հանդերձարաններով պատրաստել։ Մեր նախագիծը կա, կառավարությունները ներկայացած աշխատում են։ Մոտով 2-3 տակ։ Մենք մեր ուժերով ենք անում, դրա համար մի քիչ դանդաղվում, բայց հաստատ պրոցեսը առաջակարգում է, դիտեղում չի դնում։ Չէ, համայնքին մենք կարգակալեք չունենք, որ սպորտից, մեր սպորտային կառույցներից, որ համայնքին կաջակցեն, ուղղակի մենք մեր դաշտը, որ տարածքը տվել ենք, թեկուզ եթե անհատուց հետանք, իրանք էլի վարձավճար պետք է տային, մենք սիմվոլիկ գումարով, երկաթը տարով է 320,000 դրամով վարձակալության ենք տվել տարածքը, եթե մենք նույնիսկ անհատուց տանք, էլի հողի օրենսգրքի համաձայն իրանք էլի պետք գումար վճարեն։ Կապ չունենք, մենք ընդհանրապես այսօրվա մեր բոլոր միջոցառումները նպատակավորված է սպորտի զարգացմանը եւ մենք նաեւ ֆեդերացիայի ունենք։ Ես ասացի սկզբից պարոնացում, որ եթե վաղը մեր երաշխում է բացվի, ծրագիրն է արմաշում, Հայակերտում բացվի ֆուտբոլային դաշտեր, ֆուտբոլի ֆեդերացիայի ունենք պարոնացում, եթե ֆուտբոլի ֆեդերացիան ներդրում անում տարածքում, ասենք 30-ից 40 միլիոն, մենք մոտ 3 միլիոնը, ոնց որ ասած, մենք այդ բանը պետք է անենք մեր կողմից։ Հենց որ ողջունելի է, մարդիկ այդ նպատակավորված գրում են, իրաց ծրագրերով, ստացված արդեն հաջողություններ ունեն, փորձել որ մտեն առաջին լիգա խաղալու, դա մեր համար կլինի շատ մեծ։ Համայնքը իրանց հանդեպ առայժմ ոչ մի պարտավորություն չունի։ Մենք ունենք իրանք հանդեպ, մեր հանդեպ։
տարին անցել, ու մենք արդեն ենթակառուցվածքներ ունենք այնտեղ։ Դեպքված պայմանագրից ընդամենը 1 տարի անցել, դեռ այդքան չի անցել, մենք ենթակառուցվածքներ փոքր չափով ունենք, իսկ պայմանագրի կետը հստակ նշված է, որ պարտավոր է 5 տարի։ Իհարկե։ Համայնքը պարտականություն կազմակերպության չունի։ Չէ, բայրանք ունեն, բայց դրա մասին խոսք չի, թե չէ։ Իրանք պարտականություն ունեն, համայնքը չունի դարձել պարտականություն։ Դա քանի որ արդեն տեսնում եք Արարատ գյուղում սպորտ դպրոցի կառուցում, մենք այնտեղ նաև այգու մեջ ներառել ենք Մազադաշտի վերակառուցումը, մենք արդեն ավարտել ենք Երասխի սպորտ դպրոցը, արդեն ունենք ծրագիր Բարուսևակ և զանգվածական ֆուտբոլի թիմերը տարածքները, որ պետք է օգտագործեն, և արդեն այս տարվանից մարզիչներ մենք պետք է դնենք, որ այնտեղ մարզեն այդ թիմերը նախատեսումը ամսի 13-ին հանդիպում եռակողմ կառավարության հետ, Արարատ քաղաքում կառուցվել է պետության և մասնավոր կազմակերպություն և համայնք մոտ 1,5 միլիարդ ծրագրարանոց մեծ սպորտային համալիրի կառուցում և այս բոլորը մենք անում ենք իշաների երեխաներին, որպեսզի բոլորը գիտեք այսօրվա այն երեխաների կապած, որ առողջ լավ երեխաները սաղոր այդ կամպյուտերի մեջ մտած խաղում են, եթե չասենք նաև այն ոչ վատ ազդեցություն ունեցող տարատեսակ տնամիջոցների կամ այլ բաներից խուսափելու համար մենք այս գնում ենք սպորտային ուրիշ ոչ նաև այսքան սպորտի նվիրված ներդրում չի կատարում, ինչքան Արարատ համայնքն կատարում և մենք մեր ծրագրերը որ դրել ենք ի վերջո դա ավարտել է և դա անում ենք մեր երեխաներին որպեսզի զերծ պահենք և համակարգչային խաղերից մտնելով, որ մենակությունից չի նաև դուրս գան զբաղվեն և երեխաները կարողանան շփվել և երկրորդը տարատեսակ վատ սովորություններից, խաղաղությունից, տրամադրությունից կրողներում։ Բասենը մենք նամակ ես երեխեք նույնիսկ ստորագրել եմ վարչապետին, ասել 3-4 գրություն է գալիս, մենք իրանց ասել ենք այս կառույցի եռակողմ քննարկելուց հետո նաև բասենը, մենք այդ բասենը ծրագրից համացինք, իսկ պատճառով, որտեղ ինքը պետք է անենք փակ, ծածկված լողավազը։ Այսօրվա ժամանակակից օլիմպիական չափորոշիչներին համապատասխան։ Դրա համար մենք այգու մեջ էդի մտցնելով չենք կարելի դեպքում։ Դրա համար մենք առանձին կառույցի տեսքով գրությունը դրել ենք վարչապետի աշխատակաց, որ այս քննարկելուց Արարատ քաղաքի սպորտ դպրոցի շինարարությունը սկսելու զուգահեռ նաև կառուցել ենք դա վերջացնել։ Այո։ Եթե չկան հարցեր, խնդրեմ։ Չէ, դտեսեք խանյակ ունեն, քանյակը կառուցում։ Պարոն Ղազարյան ջան, ես թույլ տվեք ներկայանում Արարատ քաղաքի մարզադպրոցի տնօրենը, որ դուք ասում եք ըմբշանված մարզաձևը մի փոքր ստվերում է հայտնել, ուզում մի հատ ինձ ասեք ի՞նչն է պատճառը, որ ինձ եք ասում, ինձ շատ հետաքրքիր է։ Որտե՞ղ է բարապետում։ Իսկ գիտեք ինչի համար են մարզադպրոցի։ Ես պատճառը Տիգրան, այսի գոհացը չի լստիկ, գոհացը չի, ինչ թեման է։ Չէ, ես ուզում եմ ներկայացնել։ Չէ, մեզ է վերաբերում, մենք այդ հարցը պատասխանեցինք։ Եթե հարցեր չկան, դրում եք քվեարկության։ Ովքեր են կողմ, դեմ, ձեռնպահ, հաջորդ հարցը խնդրեմ։ Ձեզ եմ ներկայացնում Արարատ համայնքի քաղաքի թիմ 1 մսում մանկապարտեզ համայնքային ոչ արևելային կազմակերպությունում 7-րդ և Արարատ համայնքի Արարատ քաղաքի Մովսես Գորգիսյանի համայնքի 2 մսում մանկապարտեզ համայնքային ոչ արևելային կազմակերպությունում 8-րդ խմբեր բացելու և Արարատ համայնքի հավաքական 2024 թվականի նոյեմբերի 10-ի 219
2025 թվականի փետրվարի 14-ի թիվ 4 որոշումների մեջ փոփոխություն կատարելու մասին որոշման նախագիծը։ Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է համայնքում բնակվող նախադպրոցական տարիքի ավելի մեծ թվով երեխաների նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորությունը ձեռելու, ինչպես նաև շարունակական կրթության ապահովման անհրաժեշտությամբ։ Արադ համայնքի Արադ քաղաքի թիվ 1 եւ Արադ համայնքի Արադ քաղաքի Մոսես Գովգեսյանի անվան թիվ 2 մանկապարտեզների տնօրենները դրությամբ դիմել են համայնքի ղեկավարին, խնդրելով դիտարկել մանկապարտեզում ևս մերկական կրտսեր առաջին խումբ բացելու հնարավորությունը, խոսքը վերաբերում է 2-ից 3 տարեկան տարիքային խմբին, քանզի մայիսի 30-ի դուրսությամբ շրջակայքի Արադ քաղաքի թիվ 1 մանկապարտեզում բացի հաճախող էսպային հաճախող երեխաների, հերթում սպասում է 2022 թվականի ծնված ևս 41 երեխա, իսկ Արադ համայնքի Արադ քաղաքի Մոսես Գովգեսյանի անվան թիվ 2 մանկապարտեզում 58 երեխա։ Նշեմ, որ ներկայումս Արադ համայնքի Արադ քաղաքի թիվ 2 մանկապարտեզում գործում է 6 խումբ, 2-ից 3 տարեկան երեխաների գրկման 1, 3-ից 4 տարեկան երեխաների գրկման 1, 1 տարեկան խումբ, 3-ից 5 տարեկանների գրկման, միջին խումբ 4-ից 5 տարեկան երեխաների գրկման 1 խումբ և 2 ավագ խումբ 5-ից 6 տարեկան երեխաների գրկման։ Այս Արադ համայնքի Արադ քաղաքի Մոսես Գովգեսյանի անվան թիվ 2 մանկապարտեզում գործում է 7 խումբ, 2 ական խումբ կրտսեր երկրորդ միջին և ավագ տարիքային խմբեր և 1 կրտսեր առաջին խումբ 2-ից 3 տարեկան երեխաների գրկման։ Նոր խմբերի բացման արդյունքում նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն կձեռնվի հերթում սպասող առնվազն ևս 40 երեխաների, կբացվեն նոր աշխատատեղեր, այս պարագայում 6 աշխատատեղ։ Յուրաքանչյուր մանկապարտեզի համար լրացուցիչ ֆինանսական բեռը մինչև ընթացիկ տարվա ավարտը միայն աշխատավարձի ֆոնդով կազմում է 1.450.000 դրամ, հետո նաև մոտավորապես 700.000 կազմում է նաև սննդի գումարը, որը ամեն տարի մնացորդի հաշվին այդ գումարը ուղղում է սննդի։ Ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 28-րդ կետով, նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Արադ համայնքի ավագանի որոշումը 2025 թվականի սեպտեմբերի 1-ից թույլատրել Արադ համայնքի Արադ քաղաքի թիվ 1 մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում բացել 7-րդ խումբ, Արադ համայնքի Արադ քաղաքի Մոսես Գովգեսյանի անվան թիվ 2 մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում բացել 8-րդ խումբ։ Երկրորդ, Արադ համայնքի ավագանում 2024 թվականի նոյեմբերի 12-ի Արադ համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կառուցվածքը, աշխատակիցների քանակը, աստիճանաբար և պաշտոնային նյութաչափերը 2025 թվականի համար հաստատելու մասին թիվ 218 որոշման հավելվածի առաջին մասում և Արադ համայնքի ավագանում 2025 թվականի հավելված ներում ներողություն և Արադ համայնքի ավագանում 2025 թվականի փետրվարի 14-ի Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արադ համայնքի ավագանում 2024 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 218 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին թիվ 4 որոշման հավելված եզրություն ավելացնել դաստիարակի և դաստիարակի օգնականի մեկական հաստիկ ըստ սահմանված դրույքաչափերի։ Երրորդ, հաստատել Արադ համայնքի Արադ քաղաքի թիվ 1 մանկապարտեզ օղակի աշխատակիցների հաստատացուցակը համաձայն հավելված մեկի, Արադ համայնքի Արադ քաղաքի Մոսես Գովգեսյանի անվան թիվ 2 մանկապարտեզ օղակի աշխատակիցների հաստատացուցակը համաձայն հավելված երկուսի։ Սույն որոշում ուժի մեջ է մտնում 2025 թվականի սեպտեմբերի 1-ից։ Խնդրում եմ քննարկել։ Արդեն մանկապարտեզների հետ կապված մի խումբ Զովի Բանավանի մեր առաջին մանկապարտեզում կավելացել
է երեխաների հանձնել մանկապարտեզ մեր խնամքին և մենք հնարավորություն ենք ստեղծել, որպեսզի այդ երկու խումբը սեպտեմբերի 1-ից որպեսզի գործի։ Խոսքը դրա մասին է։ Կեսօրացությամբ ինչ կարգավիճակում են մանկապարտեզները, ասեմ, լիցենզիան իրաց համապատասխանում է, Իրանք երկուստեղ ունեն մսուրային խմբեր, ընդամենը մեր առաջին մանկապարտեզը Զոդի բանալին Իրանը լիցենզիան հենց 40 երեխայի համար էր, բայց ես ունեն 20 տեղանոց խումբը վերանորոգված է, այս ամիսների կահավորվի լավի 100%, որոշ ունենք, որոշներ կահավոր է, երկրորդ մանկապարտեզը էլի մսուրային բաժին ունի, բայց ուներ 20 տեղանոց մանկապարտեզ, ասենք մի խմբի թույլատրություն, արդեն թղթեր պատրաստ են երկրորդ խմբի համար, այնտեղ այդ խմբի համար արդեն շինարարական մրցույթը ավարտվել է, շուտով աշխատանքները սկսեն և կունենանք երկրորդ խմբի սեպտեմբերի 1-ին պատրաստ բացելու հնարավորություն։ Այսինքն երկուսն էլ լիցենզիա ապահովված է։ Իսկ այս Զոդի մանկապարտեզ, որ Գյումրիում էր ստացնել մանկապարտեզը, Այո, հիմա էլ է իրանց շարունակում ծրագրերը։ ոչ, Համայնավետարան։ այո, Ավշարիները մենք արդեն հավաքական փուլ ունենք, հույս ունենք սեպտեմբերին կբացենք մանկապարտեզը։ Մենք ունենք համապատասխան ցուցակ, որ Ավշարի մանկապարտեզը բացելուց կարող է Ավշար չնչի էլի Ավշարից հատվածը բերի Արարատ քաղաք, բայց մենք ունենք ցանկ արդեն պահանջ, նաև բաժնում, որ եթե բացենք մեր երեխաներին այնտեղ կարծեմ 6 խումբ է, 6 խումբեր կապահովենք։ Պարոն Ապրեսյան, Ավշարի մանկապարտեզը նախագծային հզորություն 170 երեխայի համար է, ինքը լրիվությամբ չի բավարարելու Ավշարի համար, այսինքն անհանգստանալու խնդիր չկա, առանձի երեխաների թիվը էապես չի պատասխանելու և այստեղ խոսքը գնում է այս պահին միայն մսուրային խումբ ունենալու, իսկ մսուրային խումբը մի քիչ տարբերվում է մյուս խմբերից, որովհետև թույլատրելի սահմանը 20-ն է, ի տարբերություն մյուս խմբերի 25-30, իսկ այդ տարիքի պահանջարկը օրորի աճում է, ինչպես նշեց բանավերջությանը, հիմնականում նաև կապված աշխատող ծնողների այդ երեխայի տանը պահելու խնդիր է։ Ես կարծում եմ, որ կհաջողվի սեպտեմբերին Ավշարի մանկապարտեզը գործարկել, իսկ Ավշարը երբևէ 3 խմբից ավել չի ունեցել իր պատմության մեջ մանկապարտեզ ունենալու պատմության մեջ։ Բայց էլի լրիվ չի բավարարելու հաստատ, տեսնենք, բացենք Հարցեր չկան, դնում ենք հրայրության, ովքեր ենք ով, դեմ, ձեռնկա և մեր վերջին հարցեր, շնորհակալ եմ։ Որակարգի վերջին հարցի հարցը կազմափոխության արագ համակի քաղաքաշինության ողջունման բազմասերության հարցերի շրջակա միջավայրի պահպանության վճռական գործով հանձնաժողովի կազմում փոփոխություն կատարելու մասին, ինչպես արդեն իսկ սկզբում ներկայացրեց պարոն Մալվերյանը, հանձնաժողովի կազմակերպիչը Վարդանյանը հրաժարվում է հանձնաժողովի լիստերի մասնակցել գյուղն է ներկայացրել, հետևաբար հնարավորություն առաջացել փոխարինել Սամվել
Եթե չկա դրվեք քվեարկության ովքեր են կողմ, դե, ձեռնպա, հարգելի հավաքական անդամներ, մեր օրակարգի հարցերը սպառվեցին, ինչպես գիտեք, մենք ամեն հարցին օրակարգի հարցերը սպառվեցին, հետո ունենք հայտարարություններ, ոնց որ ասած ժամ, խնդրեմ, եթե ունենք հայտարարություններ, հարցեր, օրակարգից դուրս խնդրեմ։ Մի հարց ես եթե կարելի է հարցել եմ պարոն Ավետիսյանը 600 միլիոն դրամի հետ կապված ինչ-որ կենդանիների աշխարհացում, եթե դրա հետ կապված նախկին պարտքա ոնց է, թե ոնց է ժամանակ ունեցել մանրամասներ քաղաքացիները պարտում են։ Խոսքը վերաբերում կենդանիների աշխարհ կազմակերպության հետ դա կառավարության որոշումով տրվել է կենդանիների աշխարհին, նախկինում մեր մի քանի համայնքների տարածքներից եղել է Արարատ գյուղի տարածք, Արմաշի տարածք, եղել է Երասկի տարածքից հատվածներ, որոնք տրվել են անհայտույց կենդանիների աշխարհին։ 24 թվականի մենք կադաստրից ստացել ենք համապատասխան ուղղում մեր բյուջեի մեջ, հավաքական մեջ եղել է 10 միլիոն դրամ, մենք փորձել ենք կենդանիների աշխարհից այդ գումարը գանձելու վերադրել հացադուլներ, մի կերպ գտել ենք տիրոջը, վերջ պարզվեց իրանք հրաժարվեցին այդ գումարը լուծել 10 միլիոնի մասին խոսքը։ Մենք բացարձակ ոչ մի պարտավորություն պայմանագրային վարձակալության հետ կապված ոչ մի բան չի ունեցել համայնքը եւ այս տարի մենք երբ որ կենդանիների աշխարհի հետ կապված ոչ թե կենդանիներ, այլ բնապահպանական մեր ծրագրերը իրագործելուց ունենք երկու բնապահպանական ծրագիր, զարգացական եւ բարոյական անջատել Եվ մենք այդ քանի որ մեր բնապահպանության հետ արդեն որոշակի հաջողություններ ունենք քարայցի վայրի այցի հետ կապված, մենք փորձեցինք նաև կովկասյան մուֆլոնի կամ հայկական մուֆլոնի հետ կապված մենք պայմանություն ձեռք բերենք եւ այդ կազմակերպությունը, որը մեր արդեն 4 տարի համագործակցում ենք, ընդառաջեցվեց եւ ցանկացավ տարածքները, ունենք տարածք, որը կոչվում է մուֆլոնի ծննդավայր, այսինքն մուֆլոնը գալիս է այստեղ, դա նախկին Խոսրովի արգելոցի այդ հատվածն է, որը գտնվում է այս մեր սարի վերևը, դա աստղի այդ ջրերից վերև այդ հատվածն է, դենց ասեն, բոլորս պատկերացնենք։ Այո, դա որոշ մասը մտածել դրա մեջ եւ մենք բարձեցինք այդ հարցերը քննարկելու ժամանակ բացվավ, որ այդ տարածքները գտնվում են կենդանիների աշխարհի տարածքում, որոշ հատվածներ որոնք խոսում են, այսինքն դա մուֆլոնի բնածին ծննդության տեղն է։ Դա եղել է նախկինում, ինչքան ես հիշում եմ, Խոսրովի արգելանոցի կից տարածք, ասկի Խոսրովի արգելանոցը, որը զբաղեցնում է այսօրվա տարածքը, դրանից բացի այսպես արյուն էլի տարածքներ, ու դա հիմնականում վերաբերում էր մուֆլոնի ծառայության տարածքին։ Եվ մենք այդ հարցերը բարձրացնելուց նայելուց տեսանք, որ կա տարածք, որը վերաբերում է կենդանիների աշխարհին։ Մենք դիմեցինք կադաստրի կողմից եկավ, որ այս տարածքները գտնվում են կենդանիների աշխարհի հարցմանը պատասխան, որ իր տրամադրության տակ, որ տվել է կառավարության անհատույց։ Մեր հարցումներից հետո կադաստրի կողմից արդեն գումարների հետ կապված քանի որ հողի օրենսգրքի փոփոխությունից հետո թեկուզ կառավարության կողմից տրված անհատույց տարածքները արդեն օրենսգրքի փոփոխությունից հետո ենթակա է վճարվում։ Եվ այդտեղից առաջացավ այդ գումարները։ Մեկ գումարների բարձրացման եւ քանի որ 10 միլիոնը 24 թվականին նրանք չեն լուծել, մենք
արդեն գումարը քանի որ շատ մեծ էր, արդեն 600 միլիոնից ավել դիմեցինք համապատասխան մարմինների միջոցով, որպեսզի կարողանանք դա գումարը արդեն կադաստրի կոմիտե եւ մարզային իշխանությունների եւ արդեն դիմել ենք ստիպված տեսան, որ իրանք հրաժարվում են գումար լուծելուց եւ այդ սահմանափակ ընկերության տնօրեններ չկար, այսինքն Հայաստանում չէ, մենք արդեն մնացածը ես քանտրեի ավելի մանրամասն Տիկին Դադարը կասի, արդեն ինչ միջոցառում եք ձեռք բերել, ձեռնարկել, որպեսզի կարողանանք որ այդ գումարները կանցել կարելի, եթե իհարկե ստացել։ Արդեն մեկ օր եք իմացել։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ գողերը եղել են պետական սեփականություն ու կառավարության որոշման հատուկ տրվել է եւ կենթանիների աշխարհ ՍՊ ընկերությանը, համայնքը այդ պայմանագրերը չի ունեցել, պետական սեփականություն են եղել։ Երբ որ բնապահպանական հարցերը առաջացել ու քարտեզով նայել ենք տարածքները, հարցում ենք ուղարկել, նկատել ենք, որ գրանցված իրավունք է։ Բազայում չկա, պայմանագիր չկա, որտեղ համայնքային սեփականություն չի, ուղղակի համայնքի վարչական տարածքում պետական սեփականությունները պայմանագրերը կնքված են մարզպետարանի հետ։ Այդ հետագայում ենք իմացել։ Հարցումը կատարելուց հետո կադաստրը արդյոք գրանցված իրավունք է թե չէ, կադաստրը մեզ պատասխանել է, որ այո, անհատուց օգտագործման իրավունքով 30 Պաուլսևական Զանգակատանը տարածքները տրված են կենթանիների աշխարհ ՍՊ ընկերությանը։ Հարցումը կատարվել է 2024 թվականին։ 2025 թվականի արդեն 24 թվականի վերջում պատասխանը որ եկել է, հայտ են ուղարկել կադաստրը։ Համայնքը չունի, բայց կադաստրում արկա են այդ պայմանագրերը, հետևաբար պետք է ծրագրում արտացոլված լինի անհատուց օգտագործման վերաբերյալ հարկը, որտեղ հարկային օրենսգրքի գրքի փոփոխություններից հետո անհատուց օգտագործման ժամանակ եւս հարկ է գոյանում։ Այսինքն անշարժ գույքի հարկ վճարող է դառնում ոչ միայն ֆիզիկական անձը, այլ այն անձը, ով ունի անհատուց օգտագործման անշարժ գույք։ Այս դեպքում հարկը գոյացել է, բայց կադաստրի բազայում չի երևացել։ Մենք հայտ ուղարկել ենք 2025 թվականի հունվարի 27-ին եւ որից հետո հայտերը ծրագրով երևում են կադաստրի կոմիտեն այդ հարկը, անշարժ գույքի հարկը բազայում նստացրել է։ Ըստ 2025 թվականից երբ որ նստացրել է, արդեն նստացրել է պայմանագրի կնքման օրվանից։ Այսինքն այս 3-4 տարվա հարկը, որ եկել է բազա, երևացել է համայնքին 2025 թվականի հունվարին։ Այսօրվա դրությամբ ծանոթվել են պատշաճ լսումները, վարչական վարույթը հարուցվել, վարչական վարույթի հարուցման փուլում պարտադիր լսումներ պիտի իրականանային, այսինքն պատշաճ ծանոթությունը պիտի ապահովելը չի ներկայացել, բոլոր ընթացակարգերը պահպանված է, վարչական վարույթը եզրափակվել է վարչական ակտով, այսինքն բռնագանձման որոշումով, որը այս պահին գտնվում է բողոքարկման փուլում, բողոքարկումից հետո կգնա անպատասխան պարտադիր գանձման։ Ինչպես նաև ասեմ, որ մինչև այս քայլին գնալը 2025 թվականի մինչև հունվարը, մինչև այս ընթացակարգը ամբողջը փաստաթղթային ունենք, մինչև այս 2024 թվականի դեկտեմբերին արդեն որ իմացել ենք, 25 թվականին փորձել ենք գտնել կենթանիների աշխարհ ՍՊ ընկերության ներկայացուցիչներին, որպեսզի կարողանանք բանակցությունների միջոցով բերել, բայց ապարդյուն։ Ավելացնեմ նաև, որ այս պահի դրությամբ մարզպետարանն արդեն իսկ դիմել այս պայմանագրերը լուծելու պահանջով պարտավորեցման հայց է ներկայացրել վարչական դատարան 4 պայմանագրերով, մեկով արդեն պետք է վճիռ լինի, դեռ հրապարակման օրը եղել է, չի հրապարակվել, կադաստրի կոմիտեին պարտավորեցնում են, որ այս բնապահպանական հողերը, որոնք տրվել են կենթանիների աշխարհին, լուծվել այս պայմանագրերը, որովհետև նախկինում այս տարածքները, որ կառավարության որոշմամբ փոխվել են բնապահպանական, այստեղ քաղաքացիներ կան, որ ունեն գյուղատնտեսական նշանակության հող, եւ այս պահին գալիս է համադրվում է բնապահպանական հողի։ Այսինքն մարդը ունեցել է գրանցված իրավունք, գյուղհող, կառավարության որոշումով որոշ տարածք եղել է բնապահպանական ու ներառել է նաև այն գյուղատնտեսական նշանակության հողամասերը, որոնք կառավարության որոշմամբ արդեն իսկ բնապահպանական են։ Այս պահի դրությամբ գտնվում են բողոքարկման փուլում է գտնվում վարչական ակտը, եթե չեմ սխալվում, մի ամիս կամ ամիս ու կես հետո 2 ամիսը որ լրանա գնալու է պարտադիր գանձման։ Համայնքի համար համայնքի համար այս տիպը պարզ է դարձել 2025 թվականի հունվարի 27-ից հետո։ Այսինքն այս 5 ամսվա մեջ վարչահարություն է իրականացվել, արդեն վարչական ակտը ունենք։ Բայց ինքը օրենքի փոփոխությունից Ինքը օրենքի փոփոխություն, այո, օրենքի փոփոխությունի հարկային օրենսգրքից հետո արդեն կադաստրը երբ որ ներառել է բազա, ինքը պարտավորությունը հաշվել է պայմանագրի կնքման օրվանից։
ու միանգամից այդ 3-4 տարվա մենք ասել ենք, որ եթե ունենք դուք տալիս եք մեզ անհատուց օգտագործման պայմանագրերը, բա ուրա հարկը անշարժ ուրիքի կադաստրի կոմիտեն համապատասխան ուղղման արդյունքում նստացրել է բազա։ Փայտերը էլեկտրոնային բոլոր ուղարկված են, բոլորը փաստաթղթավորված։ Խնդրեմ իշխացել ասել են կարգավորել, որտեղ ագիները ջրելուց վերևը կա, վերևը լավ խոսքը հարավ քաղաքի շատ լավ ուրիշ հարցեր Տղաները շնորհակալական խոսք ունեն ասել Պողոն Ավետիսյան։ Ուրեմն պարոն Ավետիսյան, այդ ֆուտբոլային ակումբը ուզում է ձեզ եւ բոլորից շնորհակալություն հայտնում աջակցելու համար։ Մենք էլ ենք շնորհակալ, արտավորում ենք էլ ավելի զարգացնել ֆուտբոլը արտի համերգում, բոլորը շնորհակալ ենք աջակցության համար։ շատ լավ մենք էլ ենք շնորհակալ նորավոր հաջողություններ ձեզ եթե չկան ուրիշ հարցեր շնորհակալ